Փաշինյանն է կրկալալի, Փաշինյանն է պատժում։ Ես էլ անեմ, ես էլ։ Իսկ դուք ինչու եք միացել եկեղեցին։ Լավ եմ արել միացել եմ, դու ով ես որ ինձ հարցնես ինչու ես միացել։ Քեզ ով այդ իրավունքը տվել։ Ոչ, Ղալաթեն արյով որ տվել է։ Հիմա ինչ ես լրագրող աշխատում։ Ով է քեզ թույլ տվել լրագրող աշխատես։ Դուք արդեն անլուրջ հայտարարություններ եք անում։ Անլուրջը դուք եք, ձեր ամբողջ Ղալաթանում չի սիրում, գնացեք հեռու։ Հեռու գնացեք։ Ինչու եք միացել եկեղեցին։ Լավ եմ արել միացել եմ։ Դուք ով եք, որ ես պետքա ձեզ ասեմ ինչու եմ միացել, չեմ ուզում ասել։ Լավ եմ արել, ասում եմ։ Ինչ-որ դրա համար մոտիվացիա ունեք։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցականները լինեն այնպիսին, ինչպիսին զարգացած երկրներում են, կարգ լինի, կանոն լինի, բարձր աշխատավարձ ունենան, բարձր եկամուտներ։ Դեսի ոչ ինչպիսին, որ դուք եք լրագրող, կճրանա։ Դուք ինձ հանգիստ փողեք, դուք այն մարդկանց մասին մտածեք ու միացել եք։ Դեսեք, իսկ կարող եմ ձեզ մի բան ասել։ Ես ձեր մասին եմ մտածում, որտեղ ես կարծում եմ, որ ձեր մասին պետք է մտածեմ, որտեղ դուք բավականին շատ վնաս եք տալի։ Դուք, այո, իսկ լրագրողական շատ օգնի Հայաստանին։ Ներողություն եմ կրում։ Ադրբեջանական բենզին բերողները, ումեր հարության ադրբեջանական բենզին սովորեցնողները վնաս չեն տալի։ Բենզինին սովորեցնողները Եթե կուսակցական չեք, որ ես հայերեն բացատրեք, նշանակում է դուք պրովոկատոր եք, կապեք բայեք ստախնոց եք, իսկ նորմալ է սրանից փող ես վեկալում, որ գնաս պրովոկացիա անես։ Ոչ, ես չեմ վերցնում, դուք Ադրբեջանից եք վերցնում և դա արդեն բացահայտ է։ Ադրբեջանի հետ բացահայտ, դուք ադրբեջանական բենզինով բերել եք, մենք ժողովրդին դարձնում եք իրենց հերոսներին ուրացում։ Կարող եմ մի բան ասել, դուք անգերագետ, դուք գնացեք կրկվեք։ Կարևորը դուք Աննա Հակոբյանի մոտ կրկվեք։ Անդրբեջանք եք խնդրում եմ լավ։ Ասեմ, մի րոպե, հա։ Ուրեմն դեռ պետք է տակ, մի րոպե, մի րոպե։ Դուք դեռ չեք տալու այդ լրագրողական էս զիբիլը կախել եք վսիցը։ Ալբերտի չեք եկել, ինձ խաղալ եմ։ Ալբերտի